Աստծուն փառք։ Ուզում եմ կարդամ Սաղմոս 105-ը։ Վասնզի Տերը բարի է, նրա ողորմությունը հավիտյան է, եւ նրա հավատարմությունը ազգից մինչև ազգ։ Երբ ունենք այսպիսի խոսքեր կա, բարի է Տերը, ողորմած, նրա ողորմությունը, նրա հավատարմությունը ազգից մինչև ազգ։ Էսի է Սաղմոսից աբերծրած։ Ինչի մասին որ պետք է խոսամ, այսպես եմ վերնագրել, բարի է Տերը իմ ու քո համար, որովհետև հակառակորդի հաջողության բուն պատճառներից մեկը, որ մարդուն ցույց տա, որ Աստված բարի չի։ Աստված բարի է Պողոսի համար, Պետրոսի համար, որ այդպես էս ինչ բաները հաջողվել է իրանց կյանքում, բայց տեսնում ես քո կյանքում ոնց որ այդքան էլ Աստված բարեհաջող չգտնվեց, բարի չի, բայց այն մարդիկ, որոնք ճանաչում են Աստծուն, եւ Աստծո սերը, եւ Աստծո բուն էությունը, որ իրոք բարի է ու ողորմած, որ նա մեզի չի արել մեր հանցանքների համեմատ, Սաղմոս 103-ի մեջ է, չէ՞ գրված։ Եղբայրներ քուրեր, երբ որ մարդը մի հատ հանցանք է գործում, ասենք մարդը սպան է, թեկուզ այդ մարդը շարունակաբար մարդ չի սպանում, մեր հիշողությունների մեջ այդպես է չէ մնում, որ այս մարդը սպան է, ասենք պատիժը կրել է, նստել է, ելել է, չէ, բայց մենք հենց իրան տեսնում ենք, առաջի բանը, որ մենք հիշում ենք, ինչ է, որ ինքը մարդասպան է։ Բայց հետաքրքիր է, չէ, մեր Աստվածը այդ ձև չի, նա մեզ չի հիշում մեր հանցանքներով, մեր հանցանքների համեմատ մեզի չի անում։ Եվ ստա փաստում է իր բարությունը, թե չէ։ Իհարկե փաստում է։ Նայեք, Սաղմոս 103-ի 3-րդ խոսքից 10-12-13 ով իմ անձս եւ օրհնի Տերը եւ նրա բարերարությունները մի մոռացիր։ Որն է նրա բարերարությունները։ Այստեղ չի ասում, որ քեզի SS բաները տվեց, Աստված բարի է։ Նայեք, որ կքավե քո բոլոր անօրենությունները, հետաքրքիր է, չէ։ Այսինքն ջնջում է քո բոլոր մեղքերը ու կբժշկե քո բոլոր հիվանդությունները։ Գիտեք, մեր խնդիրների հիմնական լուծումը հենց ստեղ է, որ մարդը հավատքով ընդունում է, որ Աստված իր հանդեպ բարի է, մնացած հարցերը լուծում են, գիտեք, ավտոմատ ձևով։ Անիկա մեր մեղքերի համեմատ մեզի չարեց։ Մյուս Սաղմոսի մեջ հիշում եմ, որ ասում է, թե եթե անօրենությունը հիշելու լինես, ով կարող քո առջևդ կանգնել։ Կայենը ինչ էր ասում էր իմ հանցանքս ավելի շատ է, քան թե թողությունը։ Բայց տեսեք ինչ ասում, նա քո մեղքերի համեմատ քեզի չարեց, ու մեր անօրենությունների համեմատ հատուցում չարեց, փառք իրան։ Հենց ստեղ է Աստծո բարությունը, որ մարդը տեսնում է, որ ինքը հավիտյան դատապարտված էր, արժանի էր մահվան, արժանի էր այդ շատ բադ բաներին, բայց Աստված անցավ մեր կողով եւ տեսա, որ մենք մեր այրա մեջ կող ենք տվում, ու ինքը անցավ, ոչ միայն անտարբեր անցավ ու ապրե ասեց, փառք իրան։ Ինքը անցավ, ոչ միայն ապրե ասեց, այլ իր կյանքը փոխանցեց մեր մեջ, որ մենք իր կյանքով ապրենք, եւ սա Աստծո բարությունն է։ Բայց գիտեք, շատ հաճախ մարդը երկմտում է, մարդը տատանվում է, մարդը դժվարանում է, փորձությունների ժամանակ հուսահատվում է, երբ որ իր կյանքում կարկուտի նման խնդիրները թափվում են իր վրա, ինքը սկսում է կասկածել, արդյոք Աստված բարի է։ Բայց միթե եթե Աստված բարի լիներ, իր կյանքում այս դեպի բաներ կլինեին։ Գիտեք, երբ որ Հոբի կյանքում փորձություններ եղավ, կարճ ներկայացնեմ, Հոբի 10 երեխաները մահացան մի օրվա մեջ եւ ամբողջ ունեցվածքը, մեծ ունեցվածքի տեր մարդ էր ինքը, մի օրվա մեջ կորցրեց։ Եվ գիտեք, լեդի քիչ էր, հակառակորդն իրան խփեց, վերքերով, պալարներով։ Իրա մոտիկ մարդը, ամենամոտիկ մարդը, որ իրա կինն էր, մոտիկ անում է իրան ինչ ասում։ Մի ուրիշ գլխի մեջ 16-րդ գլխի մեջ ասում է իմ շունչս անձոտիս կնոջս համար զզվելի է։ Ամենամոտիկ մարդը իր կինն է, չէ՞ որ կարա իր շունչը զգա։ Նայեք, հետաքրքիր է, արդեն անգամ կինը չի կարողանում տանել։ Անգամ բոլոր իր հանդեպ խաչ են քաշը, չէ՞։ Կինը պետք է իր կողը լիներ հավատարիմ, կինը չի կարողանում իրան տանել։ Հայոյի ասում երի։
Հետաքրքիր է, չէ՞։ Ինք ինչ ասում։ Աստծուց բարիք ընդունենք, իսկ չարիք չէ։ Գիտեք, Հոբը չէր հասկանում իր այդ ինչա կատարվում, բայց խորը համոզված էր, որ Աստված բարի է։ Էս իր հաղթության արմատական կենտրոնն էր, հասկանում եք, եւ ասում Հոբը չմեղանչեց լեսբով Աստծո դեմ։ Խի, որտեղ ես չգիտեմ ինչա կատարվում, բայց գիտեմ, որ ինքը բարի է ու կոնկրետ իմ համար է բարի։ Թող իր անունը փառավորվի։ Այսի կարևոր է։ Սատանայի հաջողությունները մեր կյանքի մեջ, երբ որ մեզի փսփսում է ու մենք ականջ ենք տալիս, հավատում ենք, լսում ենք, վայ բախի, բա եթե Աստված բարի է, բա ես խի պետք է այս բաների միջով անցնեմ։ Աստված բարի է անկախ, մենք ինչի միջով անցնում ենք, համաձայն եք թե չէ։ Կապ չունի, ես չունես, տվել է, չի տվել, իր բարությունը փաստված է արդեն Գողգոթայի զոհով, որ հոժարվեց իր ամենաթանկը տալ իմ ու քո համար, մեր մեղքերի համար, որ մենք հավիտյան դատապարտված չլինենք կրակի գեհների մեջ, այլ իր հետ ապրենք։ Աստված այդքան բարի է։ Տեսա, որ մարդը կորսված էր, ու ինքը իր որդուն ուղարկեց, որ այդ կորսված մարդուն փրկի ու տանի իր մոտ։ Հետաքրքիր է, եղբայրներ, քույրեր, մենք օրինակներ ունենք։ Ես Հակոբոսից մի հատ համար եմ ուզում կարդամ, որ հետո միտքը կշարունակեմ։ Հակոբոս առաջի գլուխ 6-7-8 խոսքեր է։ Միայն թե հավատքով թող խնդրե ու չի երկմտնի, որովհետև Աստված վասնզի անվոր երկմիտ է, ծովում հողմակոծյալ տատանյալ ալիքների նման է։ Այն մարդը թող չկարծե, թե Տիրոջից բան պետք է առնե։ Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհների մեջ։ Մի եղբոր հետ պայմանավորվել էին, որտեղ եթանք, հետո ինձ մի հատ ուրիշ եղբայր ասում էր այդ պատմության մասին, տարիներ հետո։ Ասում էր եղբայրը ասեց, կյանքի մաբան հարց չէր, սովորական հարց է։ Սովորական հարց։ Ասել էի կգաս ես իշտեղը կեթանք, ասեց հա։ Հետո ասում է այ ախպեր, ասում էր, բայց արդյոք արժի է գնամ, բայց կարող է գնամ սենց լինի, բայց կարող է սենց լինի։ Ասում է ինքան ասեց, որ ես ուղղակի չդիմացա ներվայնած ասի, այ ախպեր խոսք ես տվել, դե գնա այդ մարդուն խոսք ես տվել։ Կամ եթե չես գնալու, ասա չեմ գալիս։ Ես հիշեցի այս համարը։ Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհների մեջ։ Ինչքան է լինում, որ մենք Աստծո հետ հարաբերությունների մեջ ես ձևի ենք վարվում, բայց նա Աստված կանի թե չի անի։ Ուզում եմ ամուսնանամ, Տեր քո կամքն է։ Այո, իր կամքն է։ Բայց նա Աստծո կամքն է, ես ինչը լինի։ Հանձնի Տիրոջը։ Ինքը քեզի օծ չի տա, եթե դու հաց ես ուզում։ Ինքը քեզի կարիճ չի տա, եթե դու ձու ես ուզում։ Ինքը քո բարի հայրն է։ Աստծո նպատակն է, որ ցույց տա իր բարությունը, իր ողջ բարությունը։ Մովսեսը, որ աղոթում էր, որը ճանաչում էր Աստծուն, գիտեք ինչ էր ասում։ Անցի իմ կողովս քո ողջ բարությամբ։ Անցի իմ կողովս քո ողջ բարությամբ, որտեղ ճանաչում էր ում հետ գործ ունի։ Բայց գիտեք, այսօր մարդը չճանաչելով, որ ում հետ գործ ունի, տենաս Աստված կանի թե չի անի։ Հասկանում եք։ Մատթեոս 8-րդ գլխի մեջ 2-3 խոսքերում նայեք ինչ է գրված։ Տեր Հիսուսը լերից իջնում է, մի հատ բորոտ մոտիկ անում է իրան։ Ասում է, եթե ուզես, եթե կամենաս, կարաս ինձ մաքրես։ Հիմա այս մարդը չի ճանաչում Աստծուն, նորմալ է, չէ՞։ Չի ճանաչում, չգիտի կանի թե չի անի։ Բայց հետաքրքիր է, ոչ միայն ինքը կարար խոսքով ասել մաքրվեր այդ բորոտությունը։ Շատ անգամ չէ՞ տենց արել։ 10 բորոտներին ասես գնացեք ձեզի քահանաներին ցույց տվեք, չէ՞, խոսքով ասես մաքրվան ճանապարհին։ Բայց ինքը ցույց տվեց, որ ինքը բարի է իր հանդեպ։ Սիրում է իրան։ Ոչ միայն խոսքով ասեց մաքրվի, չէ, ինքը ձեռով կպավ։ Կարա ձեռով չկպներ։ Ինքը ցույց էր տալիս իր սերը, որ ես քեզ սիրում եմ։ Ոնց թե եթե կուզես։ Այ ինչքան է լինում, որ մենք Էձևի աղոթներ ենք անում, եթե կուզես։ Այդտենց է, չէ՞։ Ինչքան է լինում, որ մենք Աստծուն ասում, եթե կուզես, ուզում եմ մաքրվի, ուզում եմ օրհնվի, ուզում եմ քո կյանքում այս բանը լինի, ուզում եմ։ Կամ շատ հաճախ այս օրինակն ենք բերում, որ Տերը Գեթսեմանի պարտեզի մեջ ասում է, եթե քո կամքն է այս բաժակը ինձանից հեռու տար։ Հիշում եք, չէ՞։ Ես այս երկու տերերն եմ առանձնացրել եթեն կասկածա։ Եթեն կասկածի տակ է դնում Աստծո սերը, բարությունը իմ ու քո հանդեպ։
Նայեք, բայց Տեր Հիսուսը մենք լավ չենք հասկանում ավետարանը։ Տեր Հիսուսը ինչ էր ասում, ինքը չէր ուզում հոր ներկայությունից կդրվեր։ Այդ իր համար հավիտենական մահ էր։ Ոչ թե այդ տառապանքներից էր վախենում, այլ ասում էր, հայր, եթե կարելի է, այս բաժակը, այդ որ քո ներկայությունից չկդրվեմ, որովհետև իրա մեր մեղքերի պատճառով ինքը կտրվեց հոր ներկայությունից։ Ինքը այդ էր ասում։ Բայց շատ անգամ մենք աղոթում ենք, եթե կարելի է օրհնի այս հարցը, եթե կարելի է օրհնի այս ինչ հարցը, կարելի է դու համարձակության մոտեցի շնորհածաթորին, կարելի է մի կասկածի։ Հիշում եք, երբ որ Տերը աշակերտներին ասաց անցնենք այն կողմը, ծովի, փոթորիկ եղավ ճանապարհին, եւ իրանք ընկղմում էին, խորտակվում էին։ Եվ հիշում եք այդ պատմությունը, Տերը եկավ այդ նավակը մտավ, ծովը հանդարտվավ եւ իրանք ապահով հասան այդ նավահանգիստը։ Աշակերտները այնտեղ մի հատ բան ասեցին, սա ով է, որ հովերն ու ծովերը սրան հնազանդվում են։ Գիտեք, նորմալ է, որ մեր կյանքում լիքը հովեր ու ծովեր լինեն, որ մենք սկսենք ճանաչել մեր Աստծուն, տեսնել իր սերն ու բարությունը, բայց նորմալ չի, որ մի ամբողջ կյանք որ Աստված մեզի ցույց է տալիս իր սերն ու բարությունը, ոնց որ Իսրայելին ցույց տվեց, ու անընդհատ տրտնջանք ու կասկածենք իր սիրո վրա։ Դա նորմալ չի։ Սաղմոսի մեջ 73-ի առաջի խոսքը ասում է հիրավի Աստված բարի է Իսրայելին։ Այդ Իսրայելի տեղը քո անունը դիր։ Աստված բարի է Սերգեյի համար, համաձայն եք թե չէ։ Քո անունը դիր։ Բայց մենք շատ հաճախ կասկածում ենք, բայց եթե բարի է եսիխի բիլաներ ունի, ես չունեմ, բայց եսիխի ես ինչ ունի, ես չունեմ, չէ, կապ չունի, Աստծո բարությունը քո ունենալու, չունենալու կամ ոչ մի բան հետ կապ չունի։ Աստծո բարությունը պետքա դու ճաշակես, վայելես քո ապրած օրերի մեջ։ Աստծո բարությունը էսա, ով է ասիկա, որ իր սիրեկանին կրտնած անապատից դուրս է գալիս։ Քո կյանքը անապատ է։ Դժվարությունն է, խնդիրն է հարցակվել վրեդ։ Խնդիրներ ունես, հիվանդությունը չի նահանջում, բայց եթե Աստված բարի է, ես կբժշկվեի։ Դու մի հանձնվի այդ վիճակին, երևույթին եւ սատանայի խոսքերին, դու հանձնվի Աստծո շնորհած խոսքին, համաձայն ես թե չէ։ Եթե հանձնվել ոչ թե վիճակներին, այլ Աստծո շնորհած խոսքին, եթե վստահել միայն Աստծուն, ոչ մեկին, եղբայրներ, քույրեր, քո ամենամոտիկ մարդը, հոբի ամենամոտիկ մարդը, իր կինն էր, իրան ասում էր հայոյի Աստծու մեռի։ Հրաժարվել էր հոբից։ Բայց հոբը ասում էր, գիտեմ, իմ փրկիչս ողջ է։ Ես գիտեմ, որ իմ փրկիչս ողջ է, ու նաև, թեև նա ինձ սպանի, ես մեկ նրան եմ հուսալու։ Էսի հավատք է, եղբայրներ, քույրեր, թող Աստծո անունը փառավորվի։ Այո, կրտնել Աստծո սիրո, Աստծո բարության վրա, ով է ասիկա, որ իր սիրեկանին կրտնած, անապատից դուրս կելնե, երբ որ դու կրտնում ես Աստծո սիրո, Աստծո բարության վրա, քո անապատը դառնում է Լիբանանի պարտեզ, ծաղկած այգի է դառնում խի, որովհետև քո Աստծո սիրո վրա մի վարկյա, մի գրամ կասկած չունես, ինչ էլ որ լինում է, դու ասում ես, ես գիտեմ, իր հսկողության ներքո է, իր անունը փառավորվի։ Չեմ հասկանում ինչա կատարվում։ Մեկը կար, եղբայրներ, քույրեր, տարիքով մարդ, փարավոնի առաջականն է։ Ասում է իմ տարիները ցավով եղան։ Դա Հակոբն էր, Նահապետը։ Եվ գիտեք ինչ է ասում Ծննդոց գրքի մեջ, երբ որ օրհնում է Հովսեփի երեխաներին, Հովսեփին, որ օրհնում էր, ասում էր. այն Աստվածը, որի առաջ իմ հայրերը քայլեցին, ես քայլեցի։ Ինքը խնամք տարավ մինչև այսօր, խնամք։ Գիտեք, դա չի նշանակում խնամել, մենակ երակրել։ Դուք ձեր երեխաներին խնամք եք, չէ՞ տանում։ Մենակ երակրում եք, հագցնում եք, առողջությունով եք, չէ՞ հետաքրքրում։ Ամեն ինչով ինքը խնամք տարավ, ասում է, մինչև այսօր ելուն վրա ես կասկածում։ Էլ ինչ մտածելու բան ունես։ Ինքը խնամում է ինձ ու քեզ մինչև այսօր։ Համաձայն ես թե չէ։ Տեսեք, Ջորջ Մյուլլեր կար, ասում են աղոթքի մարդ, 50,000 աղոթքի պատասխան է եղել, 50,000 վկայություն, պատկերացնեք ինչքան շատ է, չէ։
Ես մի օր այս մասին մտածում էի ու հանդիմանվեցի, անկեղծ եմ ասում։ 40 տարի ապրում եմ, մոտ 40 տարեկան եմ, ես շուտով կլրանա։ Հետաքրքիր է, Աստված ասեց ամեն օր իմ ողորմությունները քո կյանքում նորանոր են։ Թեկուզ դու չես տեսել։ Միթե դրանք 50,000-ից շատ չէ։ Հələ դու մի հատ նայ քո տարիներին, որ ինձանից շատ-շատերը շատ մեծ են։ Միթե դրանք ամեն օր նորանոր չեն եղել, թեկուզ մենք չենք տեսել, ինչքան Աստված մեծ բարություն արել։ Բայց միած ստից բան, մենք վրաս կասկածում ենք։ Միած ստից բան, վրաս խառնվում ենք, վարդապետ, հոգդ չի, կորսվում ենք։ Չէ, չես կորսվի, պետք է ապրես։ Ես սիրում եմ այն օրինակը, որ Տեր Հիսուսը գնաց Գադարացիների երկիրը Դիվահարի հետևից, որը արտաքսված էր գերեզմանոցներում էր, մերկ էր եւ ինքը մարդկանցից երեսից վռնդված, իր հարազատության, իր բարեկամության հետ երեսից վռնդված մարդ էր։ Գրված է, որ Տերը մենակ գնաց իր համար ու հետ եկավ։ Բժշկեց այդ մարդուն։ Այդ մարդը խնդրում էր, ասում էր, թող հետևիցդ գամ։ Ղուկաս ավետարան 9-րդ գլխի մեջ է դա գրված։ Ասում էր, թող քո հետևից գամ։ Բայց գիտեք Տեր Հիսուս ինչ ասեց։ 8-րդ գլխի մեջ կներեք։ Մարդը, որ մե դևերը ելեն են 38 խոսքից։ Կաղաչեր նրան, որ իրեն միանա։ Բայց Հիսուսը սա դարձիր քո տունդ ու պատմիր, թե Աստված քեզ ինչ արեց։ Ուզում էր ասել պատմիր, թե Աստված քո հանդեպ ինչքան բարի է։ Պատմի։ Դարձի քո տունդ։ Բայց գիտեք, շատ հաճախ մեր մոտ մարդիկ են գալիս խնդիրներով, բայց մենք չենք կարողանում պատմենք, որ Աստված մեր հանդեպ բարի է, քո հանդեպ բարի է։ Քանի որ մենք ինքներս խնդիր ունենք, թող այսօր բժշկություն լինի, թող այսօր այդ հաստատակամ ճանաչենք Տիրոջը, որ ինքը մեր սիրող հայրն է։ Գիտեք, անարհակ որդու մեծ աղբերը չէր ճանաչում իր հորը։ Երբ որ եկավ այդ խնջույքի ձայնը լսեց, ինքը ջղայնացել էր, չէր ուզում մտնել, որովհետև գիտեր, որ իր աղբերն է հետ եկե։ Եվ իր հորը ասեց, դու ինձի մի հատ ուլ չտվեցիր։ Մի հատ ուլ չտվեցիր։ Հոր պատասխանը ինչն է։ Որդիս, իմ բոլոր ունեցվածքը քոնն է։ Եթե դու չես վայելում, խնդրեմը քո մեջ։ Սերգեյ, եթե դու չես վայելում, խնդրեմը քո մեջ է։ Իմ բոլոր ունեցվածքը քոնն է։ Անդարակ որդին, որ երազում էր խոզերի հետ կերակուրից ուտել, հիշեց հորսերը, բարությունը, ինչքան վարձկաներ կան իմ հորը տանը հացով լիքն են։ Հելնեմ գնամ հորս մոտ։ Եկեք այսօր ասենք հելնեն գնանք հորս մոտ։ Ներսո, կապ չունի, առաջի անգամ ես եկել, թե տարիներ ես գալիս, բայց ինչքան է եղել, որ քո սիրող հոր սիրտը ցավացրել ես, քո այն աղոթներով, Երաբ Աստված կանես թե չէ։ Եթե կուզես ինձի մաքրի, ուզում եմ մաքրվի։ Մարդկա 20 տարի աղոթում է, եթե կուզես ինձի ծխախոտից ազատի, ուզում եմ ազատվի։ Իմ կամքն է։ Ուզում եմ մաքրվի։ Ինչի մասին է խոսքը։ Ու տենց լիքը բաներ։ Ինչի վրա ես կրտնում։ Ինչի վրա ես դու վստահանում։ Վերջի ժամանակներում անցած դժվարությունների միջով լիքը մտքեր, կարկուտի նման, տեղատարապ անձրևների նման։ Գիտեմ, իմ Աստվածս բարի է, փառք իրան։ Եղբայրներ կան, որ ստեղ նստած են, ես նրանց հետ խոսացել եմ, կիսվել եմ, ասում եմ, չգիտեմ աղբերս ինչ է կատարվում, բայց գիտեմ, որ ավելի լավ է լինելու։ Ու տենց էլ է լավ, փառք Աստծո։ Ավելի լավ է լինում մեր համար։ Մենք չենք հասկանում։ Ուղղակի եկեք հանձնվենք ասում։ Ուղղակի եկեք ասենք Տեր, ես չգիտեմ իմ հետ ինչ է կատարվում, բայց դու անում ես ամենալավը։ Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորում եմ քո համար, քո անունով, որ քեզի տամ հույսը եւ ապագան։ Որ քեզի տամ հույսը եւ ապագան։ Եվ Երեմիա մարգարության մեջ շատ օրհնյալ խոսք կա գրված, որ ես շատ եմ էլի ուրախանում։ Եկեք ես այդ տեղը կարդամ։ Երեմիա 32:41-ը անոնց բարիք անելով, անոնց համար պետք է ուրախանամ։ Թող Աստծո անունը փառավորվի։ Նրանց բարիք անելու ինքը քո հայրն է սիրող։
Հայրը ոնց է, չէ՞ տանջվում, չարչարվում է իր երեխեքի համար, որ իր երեխու համար լավ լինի։ Այդպես մտածի, որ ինքը քո սիրող հայրն է, եթե դու քո երեխու համար այդպես կանես, որքան առավել եւ ինքը։ Եվ ես մի հատ այդպես օրինակ կբերեմ ու կմոտիկանամ ավարտին։ Մի ընտանիք շատ չքավոր է լինում, դժվարություններ է լինում եւ Էջեբի մաման պատմում է Եղիայի պատմությունը։ Ասում է, որ գիտես, բալես Եղիային Աստված ագրավի միջոցով կերակրել է հաց ու միս է տվել։ Ասում է ման, որ մենք Աստծուն խնդրենք, Աստված մեզ է կերակրի, ասում է իհարկե։ Ասում է ես աղոթելու եմ։ Ու աղոթում է, հելում է դուրս։ Դե ակնհայտ է սպասում է, որ ագրավը իրան բան բերի։ Արդեն օրը մտնում է, մերը կանչում է, ասում է արի տուն, չուզում կոդրի այդ երեխուն, ասում է արի տուն։ Ասում է չէ, ագրավը պետքա գա։ Արի տուն, այ տղա ջան, ես մութ ժամին ինչ ագրավ։ Չէ, ես սպասում եմ։ Այն Աստվածը, որ Եղիային կերակրել է, դու ասացիր։ Հիմա մերը չի հավատում ինչ ասել, բայց այդ երեխան հավատում է, երեխու հավատքը չի, դա կգիր է։ Մեկ է միացե ֆորդա կանգնում։ Ասում է ես ինչի տուն է, որն է, դե մերը հելում ասում է ես ինչան, ես ինչի, ես հասցեմ մերն է։ Ասում է այս ֆորդի մեջը շատ լիքը լավ բաներ է լինում, ուտելիքներ, լիքը ամեն ինչ։ Ինձ ասել եմ, որ բերեմ ստեղ դատարկեմ։ Ասում է, բայց մենք այտենց բարեկամ չունենք, որ մեր համար այտենց բան անի, հոգանի։ Ասում է, կապ չունի, ունեք թե չունեք, այս հասցեն ձերն է, հա, ձերն է։ Ինձ ասել եմ, որ ստեղ պետք է իջացնեմ, առաքնում եմ, ես առաքիչ եմ։ Այս մերը նորից է հակառակում, մեկ էլ երեխան մոր փեշերից քաշում, ասում է, մամա, սև ագրավը եկել է։ Թող Աստծուն փառավորվի։ Եկեք իրան վստահենք։ Երեմիան ասում էր. Իմ հոգիս ասեց. Տերն այն բաժինը, այս պատճառով նրան պետք է հուսամ։ Եկեք ասենք, Աստված բարի է ոչ թե Իսրայելի համար, այլ իմ համար, այս պատճառով նրան պետք է հուսամ, հավիտյան նրան պետք է հուսամ։ Տերը բարի է ու ողորմած, ազգից մինչև ազգ, ամեն։